Ժամանակին ասում էիք պետք է հստակ ծրագիր, կազմակերպված սա։ Ես շարունակում եմ դա պնդել։ Իմ կարծիքի մեջ ոչինչ չի։ Մենք առիթ չենք ունեցել Արմինե դրանից հետո հանդիպել խոսելու, ինչ ցույց տվեց Գյումրու ընտրությունները։ Գյումրու ընտրությունները ցույց տվեց մեկ բան, որ Փաշինյանը լեգիտիմ ճանապարհով, լեգիտիմ ուղիով չի կարող հաղթել որևէ ընտրություն։ Դա մեկ։ Բայց Գյումրին Գյումրիով, եթե խոսքը գնում է համապետական ընտրություններից, ապա այս ընտրությունները նա չի կարող իրեն թույլ տալ պարտվել եւ նա չի ունենալու հնարավորություն պայմանավորվել հակառակորդների հետ եւ կոալիցիա ստեղծել, Փաշինյանը կենաց մահ է տալու։ Որովհետեւ եթե Փաշինյանը պարտվեց 26 թվականի ընտրությունները, ապա Պապիկյանի երեխեն էլ չի հագնի բրենդային հագուստ, առնվազն։ Էդ ինչ բարի գրետ, հա։ Այդ լավագույն դեպքում։ Եվ Փաշինյանը շատ լավ գիտակցում է, որ ցանկացած ճանապարհով, լավով թե վատով, նա պետք է դառնա 26 թվականին եւս վերընտրվի որպես վարչապետ։ Եվ մենք պետք է պատրաստ լինենք շատ ավելի ագրեսիվ դրսևորումների եւ կարողանանք այդ ագրեսիվ դրսևորումներին պատասխան տալ։ Եվ չհնազանդվել։ Կա ինչ-որ բան տեսնում եք։ Ես քանի որ թեմայի մեջ չեմ կարող ասել կա թե չկա։ Դե երրորդ նախագահը խոսեց ծրագրերի մասին, Էդգար Ղազարյանովան ինչ-որ բան են նախաձեռնել իմպիչմենտի, նոր քիչ առաջ էստեղ էիք, Էդգար Էլբակյանն ասեց, փակ հանդիպում ա եղել, գիտեք, Ռոբերտ Քոչարյանի դրական ինչ-որ բաներ։ Ես կողմնակից եմ։ Գյումրիում մենք տեսանք տարբեր թևերով, բայց այնուամենայնիվ ինչ-որ մի պահի, այո, ընդդիմությունը կարողացավ։ Դա մի քիչ այդպես չի, բայց այնուամենայնիվ մենք տեսանք ուրիշ շատ կարևոր բան, որ ԿՊ-ն իրոք չունի ժողովրդի անգամ այդ 20%-ն էլ չունի, հավակնություն չունի, դա շատ կարևոր է։ Երկրորդը մենք ունենք խնդիր ընդդիմությանը համախմբելու եւ համախմբելը պետք ոչ թե ընտրություններից հետո, այլ մինչեւ ընտրություններ, որտեղ մենք հիշում ենք Գյումրիի նախընտրական խայտառակ արշավը, երբ որ ամբողջ ընդդիմությունը իրար վրա լցնում էր։ Դա չպետք է լինի։ Պետք է լինի համաձայնություն, որ մենք ամեն մեկս իր ձենը բերելու է ընդհանուր մի նպատակով Փաշինյանը չպետք է դառնա վարչապետ 26 թվականին ուրիշ նպատակ ոչ մեկի ամեն ինչ պիտի անել որ չպետք է ունենա ամեն ինչ պիտի անել որ այս հանցագործ ցեղասպան ուժը չմասնակցի միջև էլ ամեն ինչ վերաբերում է impeachment այսինքն երբ որ խոսքը գնում է բանի մասին չէ impeachment-ի մասին չեմ ասում առհասարակ ոնց սրանցից ազատվենք հա խոսքը գնում է կամ չէ պետքա լինի եւ այսինքն եւ պատրաստվում են 26 թվականի ընտրություններին եւ պատրաստվում է impeachment եւ վռնդելուն եւ չգիտեմ փողոցային անհնազանդության ակցիաները ոչ թե կամ այլ եւ ու պետքա այդ սպեկտրը պետքա լինի շատ լայն քաղաքակիրթ ճանապարհով մինչև ռադիկալ գործողություններ ու մենակ այդ պարագայում երբ որ դուք ամբողջ դաշտը ամբողջ հնարավոր լծակները օգտագործես դու պրոստը ծակ չես թողի որ սրանք փախնեն այսինքն պետք է աշխատեն սենց ասենք ստվերային անվտանգային կառույցներ, այսինքն պետքա պիրիվերբովկա արվեն բոլոր հնարավոր կամ անհնարին այդ կլուչիվոյ ԿՊԱ-ականները, սկսած պատգամավորներից, վերջացրած այն մարդկանցով, որոնք հիմա
կարող է ՔՊ-ի անդամ չեն, բայց ստորին բան են անում, ֆինանսավորում են ՔՊ-ն, այդ մարդկանց հետ դուք պետք է լեզու գտնեք, դուք պետք է համոզեք, որ թարգի ֆինանսավորել, որտեղ եթե մենք եկանք ձեզ համար վատա լինելու դուք կունենաք SSS պրեֆերենցիաները։ Պետք է մշակված լինի ամնիստիայի շատ լայն ցուցակ, մարդիկ, որոնք պատրաստ են այսօր դավաճանեն Փաշինյանին, հետագայում իրանք առնվազն պետք է ներվեն կամ ստանան ինչ-որ դիվիդենդներ։ Ասենք գործարար Արսենյանի կամ Սամվել Ալեքսանյանի հետ պիտի խոսեն Լֆիկի բանը։ Ալեքսանյանը չէ, իհարկե, եւ այնուամենայնիվ կապ չունի ով։ Մարդիկ, որոնք այսօր պատրաստ են դավաճանել Փաշինյանին, նրանք պետք է հետագայում ունենան ինչ-որ զեղչեր, զիջումներ եւ բան, գոնե անվտանգության երաշխիքներ։ Ֆիզիկական անվտանգություն, ֆինանսական անվտանգություն եւ այլ։ Բա տենց են աշխատում, այսինքն պետք է աշխատել ամբողջ ճակատով։ Ու մարդիկ, որոնք հիմա պատրաստ են ոչ թե մեզ հետ համագործակցել, այլ դավաճանել Փաշինյանին վերջի պահին, այդ մարդիկ այսօր մեր բանն է, սայուզնիկներն են։ Ու կապ չունի մենք ոնց ենք իրանց վերաբերում եւ ընկալում։ Որտեւ մեր խնդիրը Փաշինյանին զրկել իշխանությունից, ուրեմն պետք է օգտագործվել բոլոր հնարավոր 50 հոգանոց թիմի հետ միասին։ Դրանց հետ էլ չկա կոմպրոմիս։ Այդ թմից եթե ինչ-որ մեկը դավաճանեց Նիկոլին, ինքը իմ կողքը տեղ ունի։ Ինչի՞։ Որովհետեւ ինքը հասպան չի, էլ ինքը բան հանձնող չի, այլ կեղտոտ ամերիկյան բանը դատական համակարգը համարվում է ամենաարդարը, ու եթե դու հանցագործը, ինչ է այդ բանի անունը։ Եթե հանցագործը Անդրանիկ Քոչարյանն եկավ ասեց սենց, ասես ու տեղս կողքս տեղ ունի։ Ինքը ոչ թե ցմահ կստանա, 10 տարի կստանա։ Հա, բայց այդ պիտի ասեք, նայեք, որ ցմահի փոխարեն ստան նստելու ես 40 տարի։ Այսինքն ինքը պետք է ունենա հնարավորություն, այսինքն ինքը իր արարքի դիմաց ինչ որ բան պետք է ստանա։ Ցմահի փոխարեն, ասենք 30 տարի։ Ну, այդ արդեն ես չեմ որոշում, դուք չեք որոշում, այդ բանն է, այսպես ասած, այդ առևտուրն է, որը պետք է տեղ ունենա, բայց Անդրանիկ Քոչարյանը երբեք նման բան չի անել։ Չէ, որտեղ դուք ասում եք բոլորս պիտի հասկանանք, չէ, որ նույն ոչ պակաս հանցագործներ են, չէ։ Վստահեցնում եմ ձեզ, եթե մենք կարողանանք Նիկոլի թմի մեջ ձեռք բերել մարդկանց, որոնք պատրաստ են դավաճանել, ճիշտ է, այդ ուղղությամբ աշխատել, ճիշտ է աշխատել, այդ մարդիկ պետք է ստանան ինչ-որ պրեֆերենցիաներ։ Դուրներս գալիս է, դուրներս չի գալիս, նույն Անդրանիկ Քոչարյանը թող լինի Անդրանիկ Քոչարյանը, իմ համար հանցագործը։ Կրկնում եմ, որովհետև երբ որ հանցագործը ավելի ծանր հանցագործին հանձնում է, ինքը բանա։ Դե ինչ որ հետապնդումից ազատվում է։ Լավ է, վատ է, էտա, որովհետև դու ունես նպատակ, այդ նպատակին հասնելու համար։ Բայց ավել պակաս հանցագործի բան, որ կապ չունի դա, կապ չունի։ Մակունցի ինչ պակաս դավաճանա։ Եթե Մակունցը այսօր բերեց փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ Փաշինյանը պետական հանցագործ է եւ նպաստի Փաշինյանի չվերընտրվելը, թող մնա Ամերիկայում, թող չվերադառնա, թող չդատվի։ Որտեղ մենք ունենք կարևոր գլոբալ նպատակ։ Այդ մնացած 30-ը ոչ պակաս բաներ է, սրա մասին է խոսքը։ Չէ, սխալ եք ասում։ Ինչու՞։ Որով կրկնում եմ, որովհետև Կոջարյանը ինչ պակաս է, կանգնում ասում Մարիամ Բաղնիկ ստեղծած, չգիտեմ ինչեր է, շատ լավ է, թող Կոջարյանը Նիկոլին դավաճանի, ես պատրաստ եմ իրան ներեմ այդ ամեն ինչը։ Այդ դուք, բայց չեմ կարծում ինչ որ շատերը։ Այդ որոշելու է, այդ կոլեգիալ որոշում է լինելու։ Բայց մեր խնդիրը այսօր ջարդել այդ իրանց մեջի բանը սպայկեն։ Ու դրա դիմաց հա թող Մակունցը մնա Ամերիկայում, թող Կոջարյանը չնստի, թող Անդրանիկ Քոչարյանը քիչ նստի։ Այն ուղղությամբ աշխատել ու ընդհանրապես սրանց վռնդել, չգիտեմ ուր, ոչ թե ներսից կոտրել։ Հա, դե դուք ասում եք եւ։ Այո։
ու կապ չունի դու ոնց ես վերաբերվում այդ մարդկանց, եթե այդ մարդիկ ծառայելու են քո նպատակին։ Երբ որ Սովետական միությունը գոյացավ, Սովետական միության առաջի թշնամին Մեծ Բրիտանիան էր։ Մարդիկ միլիարդներ են դրել, որ խեղտեն այդ նորաստեղծ պետությունը, լավն ավատն դրա մասին չխոսքը գնում։ Հիտլեր են ծնել դրա համար։ Դրա համար ստեղծվել է Հիտլեր։ Այո։ Բայց երբ որ առաջի ռումբը ընկավ Մեծ Բրիտանիայի վրա, իդեպ ասած Բրիտանիան երկար պատմություն է, հա, բայց ասենք Բրիտանիան այդ ճանապարհին դավաճանել է եւ Չեխոսլովակիային եւ Լեհաստանին, այսինքն նա այդ ժամանակ իրան հարմար է գտել բանը թույլ տալ, որ Գերմանիան բանանի օկուպացնի Չեխոսլովակիան, հարմար է գտել, որ Գերմանիան եւ Սովետական միությունը օկուպացնեն Լեհաստանը եւ այլ, հարցը դա չի, բայց այն պահին, երբ որ նա վտանգը արդեն սկսեց սպառնել Մեծ Բրիտանիային, եւ նա պետք էր Գերմանիային բանաներ հաղթերին, ինչ արեց։ Աղբերացավ Սովետական միության հետ, բացի դրանից շատ լուրջ ֆինանսներ ներդրեց բանը այդ պատերազմի մեջ, որ օգնի Սովետական միությանը։ Նիկոլը Խելոք։ Այսինքն դուք պրիորիտետների ընկալման խնդիր կա ստեղ։ Որն է մեր պրիորիտետը, որ քոնջուրանը նստի, ապա թո չնստի։ Թո գնա ֆրֆրա, եթե ես վաղը չեմ իսօրը չեմ ունենալու նույն կոնջուրանին բանում, ԱԺ-ում, դա էլի մեծ ձեռքբերում է։ Եթե ես չեմ ունենալու Նիկոլ բանի վարչապետի աթոռի վրա, всё, ինձ պետք չէ որ կոնջուրանը նստի։ Որտեվ նա ապահովելու է ինձ ազատություն Իրանից եւ քայլող թյուրիմացություններից։ Ու այն պահին, երբ որ մենք հասկանանք, որ մեկ-մեկ թշնամու հետ, մեկ-մեկ տհաճ մարդու հետ պետք է բանակցես եւ ինչ որ միտեղ զիջես, որ հասնես քո գլոբալ նպատակին։ Այդ հասկացությունը երբ որ գա, այդ ժամանակ մենք կհաղթահարենք մեր ամենագլոբալ խնդիրը։ Համախմբումը։ Շատերն էլ իրենց այդ համագործակցությունը նաև էլի արդարացնում են դրանով։ Դե մենք սա անում ենք իրանց հետ այն նպատակի համար իրանց դեմ։ Դե մենք սա անում ենք այն նպատակի համար։ Որ նպատակի ինձ մարդ կա, ով որ համագործակցում էր ՔՊ-ի հետ ու ՔՊ-ից ներքին գաղտնիքներ ա բերել։ Մարդիկ աշխատել են իրանց հետ, ասում են դե մենք աշխատում ենք, որ ներսում ավելի եսի միշտ չլիներ, ավելի սա չլիներ, զգուշացնում ենք։ Չէ, ավելի չկա, կա խնդիր։ Կանգ Նիկոլ, չգիտեմ ինչ էինք անում Նիկոլին։ Կա խնդիր դավաճանել Նիկոլ Փաշինյանին։ Ով պատրաստ է ներսից քանդել Նիկոլի տակը, ով պատրաստ է ինֆորմացիա դուրս բերի այդ կրուժոկից, ով պատրաստ է նպաստի Փաշինյանի անկմանը, նա արժանի է խրախուսանքի։ Կապ չունի լավն է այդ մարդը վատն է, շատ է արել, քիչ է արել, դա էական նշանակություն չունի։ Սա շատ պարզ, հստակ առևտուր է։ Շնորհակալություն։ Խնդրեմ։